Հարավից մինչև հյուսիս բոլոր բուժկենտրոնները միացել են անհատույց արյունատվության ակցիային։ Բարեգործական ծրագիրը 2024-ին մեկնարկել էր Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը։ Մոտ 1 տարի բուժաշխատողները համալրել են երկրի արյան պաշարները։ Այսօր էլ դոնորի հարցաթերթիկում լրացնում են իրենց առողջության մասին տվյալները, խորհրդակցում գործընկեր բժիշկների հետ, անցնում արյան պաշարման բաժանմունք։ Արյուն հանձնելով փորձում ենք փրկել կյանքեր։ Մեր արյունը օգտակար կլինի բալիկների, մեծահասակների, դրանով կարող եք օգնել։ Ուրախ եմ, որ ինչ-որ մեկի օգնած կլինի։ Տարեվերջին կենտրոնն ամփոփում է ծրագրի արդյունքները, շնորհակալություն հայտնում գործընկերներին։ Բարեգործական արշավին միացել է 19 բուժհաստատություն Երևանից և մարզերից։ Հիվանդանոցում արյունատվություն կազմակերպելը զուտ գաղափարական ակցիա չէ։ Հիվանդանոցն այն վայրն է, որտեղ ամեն օր մենք տեսնում ենք, թե մեկ դոնորի հանձնած արյունը ինչ նշանակություն ունի նույն նշած վիրահատվող հիվանդի կամ ծանր վիճակում գտնվող երեխայի կամ շտապբժշկական օգնության կարիք ունեցող մարդու համար։ Եվ այս արյունատվական ակցիաների գլխավոր նպատակը միայն տվյալ օրվա արյուն հավաքելը չէ։ Դոնորական արյունը 1 հոգու կողմից 3 հոգու կյանք փրկելու համար է եւ մեր նպատակն է նաեւ մշակույթ փոխել, որ ամեն մարդ իր համար ուղենիշ վերցնի, որ տարին 1 անգամ գոնե առնվազն արյուն հանձնի եւ դրանով համալրի մեր երկրի անհրաժեշտ պաշարները։ Այս տարի Յոլյանում իրականացվել է 14,000 արյունատվություն, որից շուրջ 4,600-ը մարզային բաժանմունքներում։ Ընդհանուր թվի շուրջ 4,600-ը փոխհատուցվող հիմունքներով է արվել, 2,760-ը անհատույց, իսկ 4,870-ը բուժառուի հարազատների կողմից։ Անվճար արյունատվության թվերը 2024-ի համեմատ աճել են մոտ 800-ով։ Արյունատվությունը իրական հնարավորություն է փրկելու կյանք, լինի դա վիրահատվող հիվանդ, ծննդաբերող կին, քաղցկեղով երեխա կամ վթարի ենթարկված մարդ եւ արյունատվությունը մարդկային համերաշխության ամենապարզ, բայց ամենակարևոր գործընթացներից մեկն է։ Ակցիան հաջողել են, ասում է կենտրոնի տնօրենը։ Առողջապահության նախարարն էստաֆետը փոխանցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ Հաջորդ տարի IT մասնագետները դոնոր կդառնան։ Չգիտեմ, միտքս իրենք եկան առաջինը եւ իրենք էլ շատ սոցիալական պատասխանատվությամբ կարծում եմ ոլորտ են, երիտասարդներով համալրված եւ մենք կկազմակերպենք այս համագործակցությունը։ Մեր աշխատողները մոտենում են աշխատանքի վայր, այստեղ էլ այս կարծես խոչընդոտող պայմանները հաղթահարելի են եւ ընդամենը 15 րոպեում դուք մարդու կյանք կարող եք փրկել, դառնալ ինչ որ մեկի հերոսը։ Ավանեսյանի խոսքով արյունատվությունն աճում է, բայց արյան կարիք միշտ կա։ Հորդորը մեկն է՝ բժշկական պահանջներին համապատասխանելու դեպքում հանձնել արյուն եւ փրկել կյանքեր։ Արամ Մարանդյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։